Հավանաբար բոլորդ գիտեք, որ փետրվարի 17-ին ՄԱԿ-ի համապատասխան հանձնախումբը ներկայացրել է իրենց եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի հետ կապված, որ իբր այդ կալանավորումը եղել է ոչ կամայական։ Այսինքն դա նշանակում է, որ իրենք արդարացրել են Ալիևի ռեժիմի իրականացած քայլերը եւ համարում են, որ դա օրինական կալանավորում է եղել։ Վերջերս դուք գիտեք Լուիս Օկամպոն ինքը համապատասխան բաց իդեպ աղբյուրներից պարզել է, որ այդ տիկինը Հաննա շատ բարդ ազգանուն է մի քիչ Յուտկիվսկան այդ Հաննա Յուտկիվսկան ինքը սոկար կառույցի ներկայացուցիչներից է, այսինքն ունի նրանց հետ սերտ կապեր, նրա ամուսինը ադրբեջանական արմատներով մի անձնավորություն է, որը որ Ուկրաինայում հիմա հասարակական գործունեությամբ է զբաղված, եւ այդ պարագայում պարզ է դառնում, որ Ադրբեջանը նույն Ալիևը կարողացել է նրանց գնել եւ նրանք արել են այն, ինչ որ դեմ է ՄԱԿ-ի կանոնակարգին։ Ուրեմն ՄԱԿ-ի կանոններով չի կարող անձը, որը որ ունի որևէ հարաբերություն այս կամ այն կողմի հետ, նա չի կարող լինել այդ հանձնախմբի այն էլ ղեկավար։ Ուրեմն դրա համար մենք հիմա այսօր դիմում ենք պարոն Գուտերեշին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ասելով, որ իրենք հավատարիմ թող լինեն իրենց կանոնակարգին, իրենց կանոններին եւ մենք պահանջում ենք, որ այդ տիկնոջը հեռացնեն այդ հանձնախմբի կազմից եւ նոր ուրեմն հետաքննություն անեն, որը վերաբերվում է այս պահին Ռուբեն Վարդանյանի հետ կապված գործին, բայց դրա հետ մեկտեղ մեր բոլոր մյուս ուրեմն գերիներին է վերաբերվելու, որովհետև նրանց նկատմամբ նույն անարդարությունն է։ Այսինքն մենք հիմա եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք հիմա զբաղված եւ բարի եղեք համապատասխանեք ձեր կանոնակարգին։ Գիտեք, նույն ՄԱԿ-ի մոտ տարիներ շարունակ վերջին հատկապես 3 տարիներին Արցախի շրջափակման հետ կապված բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել, շատ մարդաշատ, բայց որևէ քայլ ՄԱԿ-ի կողմից չի ձեռնարկվել, այն որ բլոկադայի ենթարկվեց 9 ամիս եւ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հետևանքով վերջնականապես հայաթափվեց Արցախը, դարձյալ ՄԱԿ-ը լուռ է եղել։ Հիմա դուք ինչ որ բան ունեք հանձնելու կամ ակնկալում եք ակնկալում։ Մենք հիմա դրա համար ասեցի, մենք դիմում ենք հանձնելու ուղղված գլխավոր քարտուղարին, պահանջը դրված է, մենք առաջարկում ենք, որ նոր հանձնախումբ ձևավորվի եւ նոր հետաքննություն եւ առավել եւս, որ այս պարագայում, որ մենք եթե լռենք, տեսեք ինչ է կատարվում, հիմա արդեն խոսենք մեր իշխանություն կոչվածից։ Ուրեմն Հայաստանի իշխանությունը լուռ է այս հարցում։ Ընդհանրապես որևէ, եթե չլիներ Օկամպոյի հայտարարությունը, ապա որևէ մեկը չէր իմանա, թե ինչ է կատարվել այդ ուրեմն ՄԱԿ-ի հետ կապված։ Ուրեմն մենք հիմա չենք դիմում Նիկոլ Փաշինյանին, անիմաստ համարելով դա եւ արտաքին գործերի նախարարությանը։ Ուղղակի մենք մեր հայտարարությունը ուղարկել ենք իրենց եւ արտաքին գործերի նախարարություն եւ արդարադատության նախարարություն եւ նաեւ աշխատակազմը վարչապետի այսպես կոչվածի։ Եվ այս առումով մենք դրա համար եկել ենք ՄԱԿ-ին ասելու, որ գոնե դուք հավատարիմ եղեք ձեր ընդունած որոշումներին։ Դուք եղեք անհրաժեշտ։ Իշխանությունը անտեսում է գերիների հարցը։ Միանշանակ, դա արդեն պարզ երևում է, չէ՞։ Գոնե այս պարագայում կարող էին նրանք որևէ մի բողոք ներկայացնեին։ Եթե նրանք շահագրգիռ են, որպեսզի մեր պատանտները, մեր գերիները վերադառնան, սա ամենալավագույն առիթն էր, որպեսզի իրենք համապատասխան ձևով հայտարարությամբ դուրս գային կամ նաև պահանջով։ Այսօրվա իրավիճակում արտաքին գործերի նախարարություն եւ արդարադատության նախարարությունները որևէ խոսք չեն ասում։ Դա երևում է նաև նրանում, որ այդ խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր կոչվածում անգամ որևէ կետ չկա, հա, գերիների վերադարձի, որի մասին էլ այստեղ ասել, որ անտեսել են, դա Չէ, դա անտեսում չի։ Դրա անտեսում չի, դա ուղղակի նրանք բացարձակ շահագրգիռ չեն, որպեսզի մեր գերիները վերադառնան։ Սա բացահայտ է արդեն։ Ոնց կարելի է պատկերացնել, որ պետությունը, որը իր քաղաքացիներին, իսկ նրանք բոլորը մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որևէ մեկի շահը չեն պաշտպանում, ինչի մասին է խոսքը։ 3 Գազայի խաղաղության համաձայնագիրներ, այսինքն լավագույն առիթ, որպեսզի այդ ամբիոնից Փաշինյանը գոնե Թրամփը կար, Ալիևը կար, Էրդողանը բոլորը։ Շարմ էլ Շեյխում, այո, այդ խաղաղության այսպես կոչված
համագումարում կամ չգիտեմ սամիթում ինքը հանդես գար եւ ասեր, որ ինչ անարդարություն է, բայց դա լեզուն չի պտտվում, չէ՞, մի հատ Ալիևին մի հատ թարս խոսք ասի, դա բացահայտ է ախր։ Դրա համար մենք հիմա Վախենում է։ ես չգիտեմ վախտ է, թե ուրիշ մի հանգամանք է, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ոչ մեկից պետք չէ հետաքրքրի, թե նրան ինչն է պատճառ, որ նա ձայն չի անում։ Ինքը չի անում այն, ինչ որ պարտավոր է անել։ Ինքը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինքը վարչապետ է, որպեսզի անի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիները լինեն պաշտպանված։ Ինքը դա չի անում։ Եվ հիմա դրա մասին նորից չխոսել, դրա համար մենք ստիպված ենք, տեսեք, ստիպված ենք եկել, որ դիմենք ՄԱԿ-ին, այս սրա մասին է խոսքը։ Իսկ ովքեր եք այդ մենքը։ Հա, մենք ուրեմն ես ներկայացնում եմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն եմ եւ նաեւ միասին շարժումը, սա միասին շարժման ակցիան է, որում խորհրդի կազմը միայն 70-ից ավել մարդիկ են։ Երկրորդը միասին շարժումը, որը իրականում արդեն որ երրորդ անգամ այսպիսի համապատասխան հայտարարություններով դուրս է գալիս դիմում հանրությանը։ Իդեպ ասած, Արցախի հարցի հետ կապված, Արցախի մեր ժողովրդի վերադարձի վերաբերյալ, Արցախը վերադարձնելու, որը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ դա պարտադիր չի, որ պատերազմով լինի։ Մենք ընդհանրապես պետք է իրականացնենք այն իրավունքի իրականացումը, որը ունի արցախահայությունը։ Եվ մեր կազմում են շատ մեծ թվով արցախցիներ, այստեղ են հիմա իրենք։ Այնպես որ սա հերթական մեր գործողությունն է, որպեսզի մեր նաև հանրությունը հասկանա, որ այսպես լուր մնալով մենք ամեն ինչ զիջելու ենք եւ կորցնելու ենք արդեն Հայաստանը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։